Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին։ Վերջինս իր աջակցությունն է հայտնել իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Մերձավոր Արևելքում հաստատված փխրուն հրադադարը կարծես վտանգի տակ է, չնայած կողմերը հայտարարել էին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն ժամեր անց կրկին սկսել են մեղադրել միմյանց հրադադարը խախտելու համար։ Թրամփն արձագանքել է ստեղծված իրավիճակին։ Ուկրաինայում ռուսական հարվածներից միայն այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել։ Ինտենսիվ հարվածները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին, օրվա միջազգային անցուդարձը։ Տեղի է ունեցել ավագանու հերթական նիստը, քննարկման է եղել ներկայացված նախագիծ, համաձայն որի ստեղծվելու է քննիչ հանձնաժողով։ Նպատակը 1991-ից մինչև 2025 թվական Երևան համայնքին պատկանած դպրոցների, մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացների ուսումնասիրությունն է եղել։ Քաղաքացիական օրենսգրքում եւ զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ կլինեն։ Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանել նոր մեխանիզմներ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկությունների հերքման, պատասխանի հրապարակման եւ առցանց հարթակներից դրանց հեռացման համար։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին։ Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան եւ կարեւորել նրա գործունեությունը հայրենիքում եւ Սփյուռքում։ Այդաբիրյանը նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքները ու իր աջակցությունն է հայտնել իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի տնտեսական զարգացման, կրթության եւ այլ ոլորտներում ծրագրերին վերաբերող հարցեր։ Բաքուն պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններով, նշելով, թե իբր Հայաստանը պետք է հրաժարվի իր ռևիզիոնիստական հռետորաբանությունից եւ ընդունի իր պատմական պատասխանատվությունը։ Խաղաղության մասին Հայաստանի պնդումները անհամատեղելի են գործողությունների համար։ Ադրբեջանցիների վերադարձի իրավունքին իսլամական գործակցության կազմակերպության աջակցությունը տարածքային պահանջ չէ, ինչպես դա անհիմն է ներկայացնում Հայաստանը, այլ արդարության եւ նրանց իրավունքների վերահաստատման կոչ։ Նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, Ստամբուլում կայացած իսլամական գործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունվել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքին վերաբերող հռչակագիր։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել էր, նշելով, որ պաշտոնական Երևանը խորապես հիասթափված է դրանում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Անդրադառնանք այլ թեմաների։ Մերձավոր Արևելքում հաստատված փխրուն հրադադարը կարծես վտանգի տակ է, չնայած կողմերը հայտարարել էին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն ժամեր անց կրկին սկսել են մեղադրել միմյանց հրադադարը խախտելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ երկրի հյուսիսում ակտիվացել են տագնապի ազդանշանները, քանի որ Իրանի կողմից հրթիռներ են արձակվել։ Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացն հրամայել է պատասխանել Իրանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը։ Նշվում է, որ Իրանը հրադադարի հաստատումից հետո արձակել է 2 հրթիռ, որոնք Իսրայելի հակաօդային պաշտպանությունը որսացել է։ Իսկ Իրանը հերքում է հրադադարի ռեժիմը խախտելու մասին Իսրայելի պնդում է։ Իրանի նախագահ Մազուդ Փեսեշքյանը հայտարարել է, որ եթե Իսրայելը չխախտի հրադադարը, Իրանն էլ այն չի խախտի։ Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ երկխոսության եւ Իրանի ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանության, նշել է նա։ Իդեպ հրադադարի խախտումների վերաբերյալ հայտարարությունն է արել նաև Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը ասել է, որ շատ դժգոհ է, քանի որ թե Իրանը, թե Իսրայելը խախտել են հրադադարի ռեժիմը։ Նա նշել է, որ Իսրայելը կրակ է բացել հրադադար հաստատելուց անմիջապես հետո, ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ Թրամփի այդ երկրի ամբողջ միջուկային պոտենցիալը ոչնչացված է եւ այն կրկին վերականգնել այլևս հնարավոր չէ։ Ավելի վաղ Տրամփը հայտարարել էր Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի ավարտի մասին, շնորհավորելով աշխարհին խաղաղության հաստատման կապակցությամբ։ Նա նշել էր, թե Իսրայելը եւ Իրանը համաձայնության են հասել լիարժեք հրադադարի շուրջ, ավարտելով պատերազմը։ Տրամփը շնորհավորել էր երկու կողմերին խաղաղության հասնելու վճռականության համար, ընդգծելով, որ այս պատերազմը կարող էր երկարաձգվել եւ կործանել Մերձավոր Արևելքը, սակայն այն ավարտվեց նախքան մեծ ողբերգության վերածվելը։ Նա հավելել էր, որ խաղաղությունը կլինի երկարատև, իսկ տարածաշրջանի ապագան խաղաղ եւ բարգավաճ։ Տրամփի հայտարարությունից հետո Մերձավոր Արևելքի երկրները բացել էին իրենց օդային տարածքները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ևս հայտարարել էր, որ Իրանի ռազմական գործողությունները ավարտվել են գիշերը, եւ Իրանը պատրաստ է դադարեցնել իր պատասխան հարվածները, եթե Իսրայելը նույն կերպ վարվի։ Արաղչին արձագանքել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, շեշտելով, որ պատերազմը Իրանի դեմ սկսել է Իսրայելը, ոչ թե հակառակը։ Իսրայելը գնաց հրադադարի, քանզի կարծում է, որ տասնյակ տարիներով հետ է գցել Իրանի միջուկային ծրագրի իրականացումը, սակայն Թեհրանը հայտարարել է, որ Իրանը նախապես ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը իր միջուկային արդյունաբերությունը վերականգնելու համար, որպեսզի նրա աշխատանքներում ընդհատումներ չլինեն։ Նշենք, որ 12-օրյա պատերազմի հետևանքով Իրանն ունի 606 զոհ եւ 5332 վիրավոր, Իսրայելը 28 զոհ, 1300 վիրավոր։ Իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից միայն այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել։ Ինտենսիվ հարվածները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին, որի շրջանակներում նախագահ Զելենսկին պատրաստվում է հանդիպել արևմտյան առաջնորդների, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, Ուկրաինայի նախագահն այդ հանդիպմանը մտադիր է քննարկել Ամերիկայից պաշտպանական զինամթերք գնելու, հատկապես օդային պաշտպանությունը ամրապնդելու հնարավորությունը։ Բանակցություններից առաջ Վլադիմիր Զելենսկին հորդորել է դաշնակիցներին ներդրումներ անել իր երկրի ռազմաարդյունաբերության մեջ։ Միջազգային մյուսնորությունները տեսաշարով։ Իրանը 10 հրթիռ է արձակել Կատարի ամերիկյան ռազմակայանների եւ 1 հրթիռ Իրաքի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ։ Այստեղ հայտարարվել է առավելագույն մարտական պատրաստության ռեժիմ, անձնակազմին հրահանգվել է ապաստանել բունկերներում։ Հրթիռակոծության պատճառով փակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Բահրեյնի երկինքները, սակայն որոշ ժամանակ անց կրկին բացվել են։ Թուրքական ավիաընկերությունները նույնպես շտապ կերպով չեղարկել են դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները։ Սպիտակ տունն ու Պենտագոնը հայտնել են, որ նախապես տեղյակ են եղել հնարավոր սպառնալիքների մասին, հետևաբար իրենց ռազմակայանը լուրջ վնասներ չի կրել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին հետախուզության հաղորդագրություններն այն մասին, որ Սերբիան օգտագործում է շրջանցիկ ճանապարհներն Ուկրաինա ռազմական արտադրանք արտահանելու համար։ Մենք հույս ունենք, որ միջոցներ կձեռնարկվեն, նույնիսկ եթե նման բան տեղի է ունեցել, պատահաբար ասել է Պեսկովը։ Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում։ Հունգարիան մտադիր չէ իր գումարներն ուղարկել Կիև։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ Նախարարը վստահեցրել է, որ Հունգարիան ռազմական օգնության համար միջոցներ չի հատկացնի եւ զենք չի ուղարկի այդ երկիր։ Նա նաեւ հաստատել է, որ Հունգարիան դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի շտապ անդամակցությանը, համարելով, որ նման քայլը լուրջ վնաս կհասցնի եվրոպական տնտեսությանն ու Եվրոպային ներքաշի Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ։ Իդեպ Հունգարիայի եւ Սլովակիայի իշխանությունները որոշել են արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԵՄ-ն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ Դաշինքը Հաագայի գագաթնաժողովում կվերահաստատի Ուկրաինային ցուցաբերած աջակցությունը։ Հյուսիսատլանտյան Դաշինքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային նրա պաշտպանական կարիքների համար եւ անդամ պետությունները համաձայնել են Կիևին հատկացնել 35 միլիարդ եվրո, հայտարարել է Ռյուտեն։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Զելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվել, մասնավորապես Լեհաստանում, Ժեշուվ օդանավակայանում։ Հաղորդվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական կողմը նմանատիպ հայտարարություններ է անում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով Ուկրաինայի նկատմամբ աշխարհի ուշադրության նվազման ֆոնին։ Հունաստանի Կրետե կղզում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի, որը նկարահանել է ռազմական օբյեկտներ։ Նրանից առգրավել են մոտ 5000 լուսանկար եւ մեծ թվով տեսանյութեր։ Ադրբեջանցին կասկածվում է կղզում գտնվող ռազմական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակում պլանավորելու համար։ Կիպրոսի եւ Հունաստանի հետախուզության ծառայությունների տվյալներով միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի ռազմական բազաները, այդ թվում Կիպրոսում բրիտանական 2 ռազմաբազաները եւ Սուդանի ծոցում ամերիկյան բազան կարող են հարձակումների թիրախ դառնալ Իսրայելի եւ Իրանի միջև ռազմական հակամարտության սրման ու դրանում Միացյալ Նահանգների ներգրավման ֆոնին, ուստի ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ խնդիրներ է ստեղծել Պարսից ծոցի նավագնացության համար, առաջացնելով գրեթե 1000 նավի խցանում։ Նշվում է, որ GPS-ի շահագործման հետ կապված խնդիրները խաթարում են նավիգացիան, դժվարացնում են մյուս նավերի հայտնաբերումը եւ մեծացնում բախումների հավանականությունը։ Հաղորդվում է, որ դրանք հանգեցրել են տրանսպորտային աննախադեպ խցանումների, էներգակիրների տարանցման աշխարհի կարևորագույն երթուղիներից մեկում, նաեւ բեռնափոխադրումների սակագների կտրուկ աճի։ Հորմուզի նեղուցով, որը Պարսից ծոցը կապում է Արաբական ծովի հետ, օրական փոխադրվում են մոտ 20 միլիոն բարել նավթ, խտանյութ եւ նավթամթերք, նաեւ գրեթե 311 միլիոն խորանարդ մետր հեղուկացված բնական գազ։
Սերբիան ամրապնդում է իր պաշտպանությունն ու վերականգնում պարտադիր զինվորական ծառայությունը։ Երկրի նախագահը նշել է, որ ամրապնդումը կներառի բանակի արդիականացում եւ թվային հարթակների զարգացում։ Պեկինը եւ Նյու Դելին վերջին շրջանում հասել են երկկողմ հարաբերությունների որոշակի բարելավման։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը։ Նա նշել է, որ պետք է ավելի ամրապնդեն կապերն ու փոխադարձ վստահությունը, նաեւ ջանասիրաբար աշխատեն գործնական հարցերի լուծման ուղղությամբ։ Հրապարակվել է գլոբալ խաղաղության ինդեքսի 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը։ Նշվում է, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության աստիճանը մի փոքր նվազել է, սակայն դարձյալ մնում է բարձր։ Մերձավոր Արևելքի իրավիճակը բնութագրվում է որպես պայթյունավտանգ։ Այս խառնաշփոթի պայմաններում, սակայն Թուրքիան նույնիսկ Պակիստանից ցածր տեղ է գրավել։ Աշխարհի ամենաանվտանգ երկրների հնգյակը կազմում են Իսլանդիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան եւ Շվեյցարիան։ Թուրքիան հետ մնալով նույնիսկ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հայիթին, Պաղեստինը եւ Պակիստանը, զբաղեցրել է 146-րդ հորիզոնականը։ Շարունակում ենք թողարկումը, տեղի է ունեցել ավականու հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, ընդունվել կարևոր որոշումներ։ Նիստին ներկայացվել էր նախագիծ, համաձայն որի ստեղծվելու է Երևանի ավականու քննիչ հանձնաժողով։ Նպատակը 1991-ից մինչև 2025 թվական Երևան համայնքին պատկանած դպրոցների, մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացների ուսումնասիրությունն է։ Մինչև տարվա վերջ պլանավորվում է Երևանի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները թվայնացնել։ Այս մասին Երևանի ավականու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ հայտարարելու են Երևան Electronic Services նախագծի նոր հարթակի մասին, որտեղ գրեթե բոլոր ծառայությունները կլինեն թվայնացված, բայց դեռևս վեբ ֆորմատով։ Գրեթե ենթադրում եմ ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չի լինելու, եւ մինչև տարվա վերջ պլանավորում ենք, որ այս Yes հարթակը ունենա հավելվածներ եւ Android-ի եւ iOS-ի համար։ Ինչ վերաբերում է բնակչության հատուկ սպասարկում ՀՕԱԿ-ին, ապա ըստ Ավինյանի կդիտարկվեն ոչ միայն բուն թվայնացման, այլև բիզնես գործընթացների պարզեցման հարցերը։ Հաջորդիվ ավականին ընդունեց Երևանի 2025-ից 28 թվականների գործողությունների ծրագիրը։ Ներկայացնելով այն, Երևանի կառուցապատման ներդրումային ձիգ ՀՕԱԿ-ի տնօրեն Անետ Աբաբայանը նշեց, որ տեղական բաց կառավարումը գլոբալ գործընկերության հարթակի մի ենթաճյուղ է, որին անդամակցում են ավելի քան 70 երկրներ եւ ավելի քան 100 տեղական իշխանություններ աշխարհի տարբեր պետություններից։ Երևանն այս հարթակին անդամակցում է դեռևս 2022 թվականին։ Ընդհանուր առմամբ հավաքագրված է եղել գործընթացի ժամանակ մոտ 200 առաջարկություն, որոնք խմբավորվել են, եւ այսօրվա գործողությունների ծրագիրը բավականին ամբիցիոզ է այն առումով, որ իրենք թվականակով քիչ են, ընդամենը 4 գործողություն, բայց իրենք բավականին հագեցած են եւ խիտ են հանձնառության, բովանդակության եւ անելիքների առումով։ Գործողություններից մեկը վերաբերում է մասնակցային բյուջետավորմանը, որը ենթադրում է թվային եւ այլ խողովակներով հանրության կողմից ծրագրերի, գաղափարների ներկայացում եւ ընտրություն։ Կլինեն հստակ չափորոշիչներ, որոնքից սկզբանե կհրապարակվեն։ Ընտրված գաղափարները կդրվեն նաեւ հանրային քվեարկության։ Այսինքն ստեղծվում է մի միջավայր, որտեղ հանրությունը կմասնակցի եւ ծախսերի պլանավորմանը եւ ծրագրերի առաջնահերթությունների ընտրությանը։ Քննարկվեց նաեւ 1991-ից 25 թվականներին դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար Երևանի ավականու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նախորդ տասնամյակներում տարբեր համայնքային գույքեր, հատկապես մանկապարտեզների տարածքներ օտարվել են, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Գոյացել են հերթեր, որոնք մինչև օրս շարունակում են լինել, չնայած վերջին տարիներին էականորեն նվազել են։ Ըստ նրա, ստեղծում են հանձնաժողով, որն ուսումնասիրելու է քաղաքից խլված գույքերի ցանկը։ Անհրաժեշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել, ինչ է իրականում տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել, ում կողմից, ում համար, ինչ վնաս է կրել դրանից համայնքը, ինչ գույքային վնաս է կրել եւ ինչպիսի հերթեր են գոյացել։ Ըստ Գալջյանի հանձնաժողովը բաղկացած է լինելու 12 անդամից, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Ավականում Այր Հայաստան խմբակցությունը սակայն հրաժարվել է մասնակցել աշխատանքներին։ ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը նկատեց. Այն մարդիկ, ովքեր որ ասֆալտը անգամ բարակ են արել, դատվելու են, ով որ փող է կերել ինքը դատվելու է ու դա սկսելու է ձեր քաղաքական ուժի դինաստիայից, այն դինաստիայից, որոնք որ մանկապարտեզները եւ դպրոցները զավթել են։ Ու մի բան էլ, որ հանձնաժողովի նիստին պարոն Սուքիասյան նշում եք, ասում եք 7 տարի է
բանեք, իշխանության եք, գնայիք, վերցնեիք, բերեիք, դատեիք, փրթեիք, թափեիք, մենք դες չենք ուզեցել անենք, պարոն Սուքիասյան, մենք քաղաքականություն չենք, պատվերով մենք արդարադատություն եթե մենք անենք, հիմա այստեղ բոլորը կլինեն բերձերում, ոչ միայն այս դահլիճում, այլ նաև այս դահլիճից դուրս։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հավաստիացրեց, որ եթե հանձնաժողովի աշխատանքների արդյունքում խախտումներ հայտնաբերվեն, ապա դրանք իրավական հետևանքներ կունենան։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Քաղաքացիական օրենսգրքում և զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ կլինեն։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը մշակվել է Սահմանադրական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի որոշման հիման վրա։ Նախագծերով առաջարկվում է սահմանել նոր մեխանիզմներ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկությունների հերքման, պատասխանի հրապարակման և առցանց հարթակներից դրանց հեռացման համար։ Փոփոխությունները կկիրառվեն ինչպես լրատվական, այնպես էլ ոչ լրատվական գործունեություն իրականացնող անձանց կողմից տարածված բովանդակության դեպքում։ Հեռացման ծավալը կորոշի դատարանը։ Նախագծերի նպատակը սահմանադրությամբ ամրագրված անձի մասնավոր կյանքի, պատվի, արժանապատվության և բարի համբավի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն է։ Անցած տարվա հոկտեմբերին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով անդրադարձել էր օրենսդրությամբ ուրեմն որ զանգվածային լրատվության միջոց չհանդիսացող անձանց կողմից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից որոշակի նյութերի հրապարակման դեպքում այնպիսի կարգավորումների բացակայությանը, որոնք հնարավորություն են տալիս զրպարտություն պարունակող նյութերը ուրեմն հեռացնել հարթակներից, այսինքն Սահմանադրական դատարանը անդրադարձել էր այդ իրավական բացին, նշելով, որ նման կառուցակարգեր մեր օրենսդրությամբ նախատեսված չեն եւ փաստացի քաղաքացիները չունեն հնարավորություն այդ եղանակով պաշտպանելու իրենց իրավունքները, այլ միայն օրենսդրությունը հնարավորություն է տալիս հերքման ինստիտուտի շրջանակներում դրան անդրադառնալ եւ Սահմանադրական դատարանի կարելի ասել տրված հանձնարարականի հիման վրա մշակվել է այս նախագիծը, որով փորձ է կատարվել այդ օրենսդրական բացը լրացնել եւ որպեսզի ապագայում էլ նմանատիպ սահմանադրաիրավական վեճեր չունենանք, նախագծով փորձ է կատարվել ավելի ընդգրկուն կարգավորումներ նախատեսել, դրա մեջ ներառելով եւ վիրավորանքի կտորը եւ զրպարտության կտորը, ինչպես նաեւ թե ԶԼՄ-ների եւ թե այլ անձանց կողմից հրապարակվող նյութերի հեռացման մեխանիզմների նախատեսումը։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։